Մարտի 1-ի գործով այսօրվա դատական նիստի սկիզբը փոքր միջադեպով անցավ։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանին դուր չեկավ, որ դատարանի քարտուղարը Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին անվանեց մեղադրյալներ եւ հիշեցրեց, որ նրանք մեղադրյալ չեն, չէ որ այս գործով ժամանակին տեղի է ունեցել մի որոշում, որով սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանին եւ մյուսներին մեղսագրված սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը եւ ըստ դրա, ըստ Արամ Վարդևանյանի, նրանք մեղադրյալներ չեն։ Մենք գիտենք, որ դատարանի կողմից շփված մի որոշումը չի ընդունվել, դրանով է պայմանավորված, որ հերթական անգամ հենց այդպես է ներկայացվում, բայց միաժամանակ իրավական տեսանկյունից եւ համապատասխան հոդվածը ճանաչվում է համանadrությանը հակասող եւ անվավեր։ Եվ դրանով որոշակի իմաստով ժամանակի մեջ հետ գնալով մենք արձանագրում ենք, որ նույնիսկ հեռավոր 2018 թվականին մեղադրանք առաջադրելը այս մասով որպես այդպիսին հետապնդում հարուցել է եւս այսպես ասած անվավեր են փաստացի դարձել, չեն կարող համաձայն լինել, որ կարող է օգտագործվել մեղադրյալ եզրույթ։ Անմիջապես նրա այս հայտարարությունից հետո ոտքի ելավ 2008 թվականի այրունալ իրադարձությունների ժամանակ զոհված Գոր Քլոյանի հայրը Սարգիս Քլոյանը եւ ասաց, որ նախորդ դատական նիստին Արամ Վարդևանյանը այսպիսի հարց էր բարձրացրել, թե Մոլոտովի կոկտեյլ կիրառածները արդյոք խաղաղ ցուցարար են։ Սարգիս Քլոյանը փաստաբանին անվանեց Սուտասան։ Դերասան իրավունքից է օգտվում, առարկում։ Ես էլ իրավունքից չօգտվում։ Դուք ինչ եք անում։ Առարկում եք դատարանի գործողությունները։ Դատարանի։ Ինչ եք անում։ Ասում եմ, որ աշխարհաճած Սուտասան փաստաբանն է, Անցած անգամ փաստաբանը որ դրան է քիչ սխալում նկատողություն է ստացել դեպքի արտահայտության համար, ես նկատողություն եմ ստացել ձեռի շարժման համար։ Հիմա շատ կցանկանայի, որ այս դատարանը կանխատեսելի դատարան լինի։ Հիմա իմ առաջարկը հետևյալ սահմանեք ինչ կարգի դեպքի արտահայտություն պետք է ունենանք եւ ինչ շարժումներ պետք է չանենք Սուտասանի խոսապերում։ Ինքս եմ կազմելով բայց մենք հասկանանք, որ մեզ բավին այս դատարանը։ 3 տարվա քննությունից հետո Վճռաբեկ դատարանը ամիսներ առաջ այս գործը վերադարձրել էր հետ նոր քննության արդեն հակակոռուպցիոն դատարան։ Անցած ամիսների ընթացքում այս դատարանում մի քանի գործողություններ են տեղի ունեցել։ Դատախազները բոլորին, թե Քոչարյանին, թե Սեյրան Օհանյանին, թե Յուրի Խաչատուրովին եւ թե Արմեն Գևորգյանին նույն հոդվածով են առաջարկում մեղադրել, պաշտոնական լիազորությունները անցնելու մասին է խոսքը, եւ հիմա այն փուլն է, որ կողմերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այս միջնորդության վերաբերյալ։ Երկրորդ նախագահի փաստաբանը ծավալուն մեկնաբանություն ներկայացրեց այն մասին, թե ինչու պետք է այս դատարանը ոչ թե մեղադրանք առաջադրի Ռոբերտ Քոչարյանին այլ մյուսներին, այլ առհասարակ փակի այս քրեական գործը։ Էությունը հետևյալն չի կարող լինել իրավիճակ կամ դատարան փորձեն չստացվի մի հատ ինֆոբեկանեն հետո վարկին կամ նորից փորձեն։ Հետո երկրորդ անգամ, հետո երրորդ անգամ։ Մի անգամ դատվելու արյերքը դա չի նշանակում մի անգամ պատժվելու, մի անգամ մարդը պետք է դասարանի առաջ կանգնի։ Եվ մի անգամ պետք է այս process-ը անցնի։